Ողջույն, այս դասին կխոսենք IP հրամանի մասին, որը թույլ է տալիս մեզ մենեջանել network ինտերֆեյսները և routing-ը, IP հրամանը։ Так, IP հրամանը IP route երկու փաքեջի մի մասն է։ Եթե չկա, ապա այդ փաքեջը install արեք։ Ինչ է այն թույլ տալիս մեզ անել, այն թույլ է տալիս մեզ տեսնել, կառավարել IP հասցեները, network ինտերֆեյսները, կարգավորել IP routing-ը, support է անում IPv6 և IPv4։ Ինչպես տեսնել network ինտերֆեյսները, հավաքում ենք IP addr address addr show, հա։ Եվ տեսնում ենք, որ ունենք 3 հատ IP հասցե, իմ loopback-ը, իմ wireless-ը և իմ ուրեմն Ethernet-ը։ Ներկապային ես կպած եմ wireless-ով, հա, սա իմ IP հասցեն է, սա broadcast-ն է, սա իմ wireless-ի ուրեմն wireless-ի MAC հասցեն է, սա broadcast հասցեն է։ Տեսնում ենք, որ այն support է անում broadcast, multicast, այն AP է և նրա ֆիզիկան նույնպես AP է, հա։ Так, այսպես դուք ուրեմն տեսնում եք ձեր IP հասցեները, սա MTU-ի չափն է։ Բերեք մաքրենք, բերեք տեստի համար մենք մի հատ ինտերֆեյս ստեղծենք, հա, որպեսզի մեր ինտերֆեյսներին չկպնենք sudo IP link add, հա, link ենք ավելացնում։ Так, dummy link, սա անունն է, այսպես և type-ը տալիս ենք dummy, հա։ Հիմա IP addr show, տեսնում եք, որ մեր ինտերֆեյսը ուրեմն ավելացավ։ Բերեք այս ինտերֆեյսին ուրեմն app կանգնացնենք նրան, sudo IP ուրեմն link set dummy 0 app։ Մենք այն ոնց որ ասում է նրան միացրեցինք։ Բերեք նրան IP հասցե տանք, sudo IP link dummy 0, չէ, կներեք, սխալ եմ անում, sudo IP address add, հա, 10 10 10 5 կամ 4 /24 և որ device-ին, device dummy 0-ին։ Հավաքենք IP addr show և տեսնում ենք, որ հիմա մեր dummy ինտերֆեյսը IP ունի։ Բերեք հիմա route ավելացնենք, տեսնային sudo IP route add, որպեսզի այս ցանցին հասնի, այսպես, հա, /24, մենք պետք է գնանք dummy 0 device-ով, այսպես։ Так, այսպես, բերեք լավ փոխենք սա, 192 168 10.10 /24 /24, հա, կներեք, ես այստեղ սխալ էի արել, որ նշել էի սա, պետք է նշեի 32, եթե կոնկրետ IP հասցե, քանի որ մեր մոտ ցանց է, ես ավելացրեցի ցանցը։ Դուք կարող եք ուրեմն բերեք IP addr show անենք, դուք կարող եք ավելացնել default route-ը, որ գնա սրանով։ Ինչպես ենք դա անում, դա անում ենք sudo IP route add default via ու խոսքի նշում ենք տվյալ, ասենք մեր բանի այս ցանցային քարտի IP հասցեն։ Ներկապային ես չեմ ուզում իմ default route, ներկապային ես չեմ ուզում իմ default route-ը փոխեմ, քանի որ իմ ինտերնետը հիմա գնում է default route-ով և եթե ես էսի enter անեմ, հնարավոր է, որ իմ կապը կորի։ Ինչպես դուք կարող եք տեսնել արդյոք ինչ route-ներ ունեք, հավաքում եք IP route, ուրեմն show։ Տեսնում եք, որ default route-ը գնում է այս IP-ով, սա device-ի, սրա այստեղով է դուրս գալի, հա, մեր ուրեմն անլար wireless կապով պրոտոկոլը DHCP մեր այս ինտերֆեյսը ստացել է DHCP-ով, հա, իր կոնֆիգուրացիան, source-ն էլ սա է։ Հիմա հավաքենք IP addr show, այստեղ տեսնում եք, որ հասցեն, հա, այսինքն մեր ցանցային քարտի հասցեն սա է և ուղարկում է սրան, սա default ոնց որ route-ն է։ Մեր ուրեմն router-ի IP հասցեն։ Նորից հավաքենք IP route show, так, հիմա մենք ուզում ենք ջնջել, օրինակի համար սա, ոնց ենք անում, հավաքում ենք sudo IP route delete, նշում ենք որ route ենք ուզում
delete անենք, հա, այսպես նշում ենք մեր DAMI ինտերֆեյսի IP հասցեն եւ նշում ենք device ու device-ի անունը, սա։ Так, ինչու։ Так, ահա, կներեք, ես այդտեղ IP հասցեն եմ նշել, պետք է նշեի սա։ Պետք է անել այս հրամանը, հա։ Ահա, всё, կներեք, ջնջեցի։ Ջնջելու հրամանը սա է, sudo IP root del սա ու device dummy։ Ստուգում ենք IP root show եւ տեսնում ենք, որ չկա։ Կարանք սա է ջնջենք, հա։ Так, սա ջնջելու համար սա ուղղակի ջնջում ենք եւ ավելացնում ենք սա։ Նորից ստուգում ենք եւ տեսնում ենք, որ չկա մեր ուրեմն root-ը։ Ինչպես ենք ինտերֆեյսը մենք ափանում արդեն ցույց տվեցի sudo IP ուրեմն link set նշում ենք device-ը, տվյալ դեպքում DAMI-ն է եւ app։ Так, ինչպես ենք կներեք app, ինչպես ենք down անում, պարզապես հավաքում ենք sudo IP link set DAMI 0 down։ Մաքրենք էկրանը IP addr show եւ տեսնում ենք, որ DAMI ինտերֆեյսը այն միացված չէ։ Ինչպես ենք empty-ում փոխում DAMI ինտերֆեյսի, օրինակ հավաքում ենք sudo IP link set, так, DAMI-ն էր հա վերջում, հավաքում ենք empty-ու 1500։ Այսպես։ Դուք կարող եք ուրեմն տեսնել network device-ները հավաքելով պարզապես IP address։ Եթե ուզում եք մի քիչ ավելի կարճ տեսնել, ասենք ասած layer 2, հա, link layer-ի մասին ինֆորմացիա, հավաքում եք IP link։ Տեսնում եք ավելի ոնց որ output-ը քիչ է, քանի որ IP հասցեները այստեղ չեն նշում, պարզապես դուք տեսնում եք ինտերֆեյսի անունը, տեսնում եք, որ այն loopback-ն է, այն app է, ֆիզիկապես այն app է եւ այլ ուրեմն օգտակար ինֆորմացիա։ Կարող եք տարբեր ուրեմն ստատիստիկա տեսնել հավաքելով IP ուրեմն -s link, հա։ Տեսնում եք որոշակի ինֆորմացիա, օրինակ RX-ը ինչքան բայթ է ստանում, ինչքան պակետ է ստանում, ինչքան error կա, ինչքան drop կա, ինչքան miss կա, ինչքան multicast կա, collision կա, drop-ներ, error-ներ, takes-ը ուղարկում է, հա, եւ այլ ինֆորմացիա, օրինակ այստեղ ես որոշակի ինֆորմացիա ունեմ։ Այստեղ կլինի, քանի որ մենք հիմնականում սրանով ենք ուրեմն դուրս գալի ինտերնետ եւ որոշակի drop-ներ ես ունեմ։ Եթե դուք ուզում եք sense ասած տեսնել, թե ձեր ցանցին ինչ սարքեր են կպած, հավաքում եք IP neighbor։ Եվ տվյալ դեպքում մեր մոտ ուրեմն իմ router-ն է, որը այս ուրեմն իմ ցանցային քարտով է դուրս գալի, նրա MAC հասցեն սա է, IP հասցեն սա է, հա, սա կոպիտ ասած R table-ն է, հա։ Որպեսզի օրինակ ջնջեք ինչ որ entry IP table-ից, դուք հավաքում եք IP neighbor օրինակի համար del նշում եք IP հասցեն, ես delete չեմ անի իհարկե սա եւ նշում եք device-ը, device օրինակ սա։ Այսինքն ջնջիր այն հարևանին, որը ունի այս IP հասցեն, այս ինտերֆեյսի միջոցով, սա մեր ինտերֆեյսն է։ Մեր ինտերֆեյսն է, որի մյուս կողմում հասանելի է այս IP հասցեն։ Control C անենք։ Կարող եք neighbor-ը ավելացնել հավաքելով IP neighbor add նշելով օրինակ IP հասցե ենթադրենք 10 ու device ենթադրենք այս device-ի վրա, վերեք փորձենք։ Так, ստե ես սխալ եմ հավաքել neighbor այսպես։ Sudo երևի պետք է անենք։ No link layer, ստե նաև պետք է նշենք իհարկե MAC հասցեն, եթե ես ճիշտ եմ իմանում, հեսա փորձենք հասկանալ։ Այստեղ այո ես սխալ եմ արել, մենք պետք է ուրեմն այսպես օրինակ այստեղ նշենք ll address, այսինքն link layer address ու նշենք օրինակ ինչ որ MAC հասցե, ենթադրենք սա։ Բերեք սա ես դնեմ։ Բերեք հավաքենք IP neighbor, հա կներեք այստեղ ես ուրեմն նայեք սխալ արեցի, այստեղ ես պետք է սրան ավելացնեի, բայց այն արդեն ուրեմն սա գրանցել էր առանց MAC հասցեի։ Լավ, ինչ կարամ ես անեմ, ես կարամ ուրեմն ջնջեմ սա այսպես IP sudo IP neighbor delete սա ջնջեմ, ջնջեցի, հիմա գամ նորից սա ավելացնեմ, տեսեք ավելացրեցի, հիմա IP neighbor եմ անում
և երկու հատ ուրեմն սարք եմ տենում։ Հիմա ոնց ջնջեմ սա, քանի որ սա ես ավելացրեցի, հավաքում ենք այսպես ip neighbor delete ու սենց նորից ջնջում ենք և տեսնում ենք, որ մի հատ neighbor կրկին ունենք։ Այսքան այս դասի համար, հուսով եմ ամեն ինչ հասկանալի էր։ Շնորհակալություն։